Քննչական կոմիտեի փորձագետը չի հաստատել, որ սկանդալային տեսանյութում Արշակ arczepiskopos Խաչատրյանն է։ Այսօր մամուլի ասուլիսում ասել է նրա պաշտպան Արսեն Բաբայանը։ Պաշտպանի խոսքով 3 պետություններից՝ Ռուսաստանի Դաշնություն, Սերբիա եւ Չեռնոգորիա, միջազգային փորձագետների եզրակացությունները եւս հաստատում են, որ տեսագրությունները կեղծ են։ Բաբայանի խոսքով քննչական կոմիտեի նշանակած դատատեսաձայնագրային փորձաքննության ընթացքում ուսումնասիրվել է միայն այն հարցը, արդյոք տեսանյութում Արշակ Սրբազանն է, թե ոչ, իսկ տեսագրության իրական կամ կեղծ լինելու վերաբերյալ դիտարկումներ չեն եղել։ Մեկ այլ բանից է դժել Արշակ Սրբազանը, մասնավորապես այն բանից, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ մարդիկ կեղծ տեսագրությունները ստեղծելու ճանապարհով փորձել են հարատավորել այդ մարդու անունը, փորձել են ատելություն սերմանել Արշակ Սրբազանի եւ ընդհանրապես եկեղեցու նկատմամբ։ Եվ հետեւաբար գործի քննության ուղղություններից մեկը կամ մեր համոզմամբ միակ ուղղությունը դա պետք է լինի եւ հետեւաբար պետք է քննություն իրականացվի այդ ուղղությամբ եւ հայտնաբերվեն այն անձին, որոնք որ իրականացրել են այդ կեղծիքը եւ այնուհետ դրա տարածում։ Անդրադառնալով նախկին եպիսկոպոս Գևորգ Սարոյանի հաստատական պնդումներին, թե տեսանյութում հաստատ Արշակ Սրբազանն է, Բաբայանը հեգնել է վերջինիս ասելով. մեջբերում կամ նկարահանումն է ինքն իրականացրել, կամ մոնտաժը։ Ակնհայտ է, որ ունի որոշակի շահագրգռվածություն, բայց ես իրեն մի այսպիսի, քանի որ ինքը վերջերս մի հարցազրույցում ինձ էր նաեւ անդրադարձել, մի այսպիսի հողում ունեմ կամ կոչ ունեմ իրեն։ Բոլորդ գիտեք, իր հետ կապված մի ձայնագրություն կա, հեռախոսային խոսակցություն։ Այ ես հորդորում եմ իրեն, քանի որ ինքը պնդում է, թե այդ ձայնագրությունը հեռախոսային կեղծ է, ես հորդորում եմ իրեն ինքն էլ միջազգային փորձաքննություն նշանակի եւ այդ միջազգային փորձաքննությունով իր ասածը փորձի հաստատել։ Տեսնենք, ընդ որում պարտադիր չի միջազգային փորձաքննություն, այդ փորձաքննությունը նաև Հայաստանի Հանրապետությունում էլ կարող է իրականացնել։ Պաշտպանը շեշտել է, քննության առանցքային հարցը պետք է լինի բարձել, թե տեսանյութի ստեղծողներն ու տարածողները ովքեր են։ Բավարար են տվյալները, որպեսզի փորձագետը հաստատի կամ հերքի։ ԿԳՄՍ նախարարությունը հերքել է համացանցում տարածվող այն տեղեկությունները, թե 2026 թվականի սեպտեմբերից հանրապետությունում նախատեսվում է փակել 231 դպրոց։ Գերատեսչությունից շեշտել են, որ այս լուրերը բացարձակ ապատեգատվություն են եւ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ պետական քաղաքականությունը ուղղված է կրթության հասանելիության ընդլայնմանը, այլ ոչ թե հնարավորությունների սահմանափակմանը։ Որպես հակափաստարկ նախարարությունը մատնանշել է երկրում ընթացող լայնածավալ դպրոցաշինությունը, որի շրջանակում պարբերաբար շահագործման են հանձնվում նոր կրթական հաստատություններ։ Խոսանորոգման աշխատանքներ են անում, առանցքիդումի Ակտիվիստ Արթուր Չախոյանը կրկին տեսանյութ է հրապարակել, նշելով, որ ասֆալտապատում իրականացնող ընկերությունը չունի բիտում փչող սարք։ Ակտիվիստի խոսքով ասֆալտի ժամանակի շուտ քայքայման պատճառը իրականում ոչ թե աղի չափից շատ քանակությունն է, այլ ոչ նորմալ ասֆալտապատում իրականացնելը։ Մեջբերում մենք քարի դարում ենք ապրում, հակառակ դեպքում չայնիկով ասֆալտ չէին փռի։ Մինչ քաղաքացիները բողոքում են ձնհալից հետո մայրաքաղաքում հայտնված փոսերից, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պարզաբանում է դրանք կապելով տեղումների առատության եւ աղի օգտագործման ծավալների հետ։ Ըստ փոխքաղաքապետի 2025 թվականին տեղացել է վերջին տասնամյակի համար աննախադեպ քանակի ձյուն, ինչի հետևանքով քաղաքի փողոցները մշակվել են ավելի շատ աղուավազով, քան նախորդ տարիներին։ Փամբուխչյանը պատասխանելով մեր գործընկերոջ հարցին, թե քաղաքապետի տան մերձակայքում փոսեր չկան հատուկ վերաբերմունքի պատճառով, նշել է, որ Երևանում փողոցների վիճակն ավելի լավ է այնտեղ, որտեղ վերջերս միջին նորոգման աշխատանքներ են կատարվել։ Նախորդ տարի 2025 թվականին համեմատած 24 թվականին 2.5 անգամ ավել աղուավազով մշակում է եղել, քանի որ դա պայմանավորված է եղել առատյան հետևանքով եւ այս տարի կարելի է նշել, որ վերջին 10 տարիների ընթացքում 25 թվականին կներեք եղել է աննախադեպ ձյան քանակ եւ բնականաբար ծավալը եթե 24 թվականին եղել է մոտ 5000 տոննա, 2025 թվականին եղել է 12000 տոննա, այսինքն 2.5 անգամ ավել, դա միանշանակ ազդել է ձեր նշած փոսերի գոյացման վրա, ինչ վերաբերվում է, թե ինչու է այդպես լինում, մի շարք պատճառներ կան, ես ուզում եմ հատուկ շեշտադրում կատարել, որ մեր այն փողոցներում, որտեղ որ մենք 24-25 թվականներին իրականացրել ենք միջին նորոգում եւ կամ փոսալցման աշխատանքներ, այդ հատվածներում գրեթե չկան փոսեր, այսինքն նույն աղուավազը լցվել է նույն քանակի եւ առանց տարբերակելու թե ում տան դիմացն է եւ ում փողոցն է, նույնաչափ աղի մեքենա չի նայում թե
սա այսինչ մարդու բնակարանն է կամ տունը։ Նույն աղ ու ավազը լցվել է, այդտեղ պայմանավորված են նրանով, թե երբ ենք մենք այդտեղ իրականացրել փոսալցման աշխատանքներ կամ միջին նորոգման աշխատանքներ։ Ավստրիայում կայացած եպիսկոպոսած հավաքի մասնակիցները հայտարարություն են ստորագրել։ Հայտարարությունը ստորագրած հոգևորականներից մեկը Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացած Հովնան arczepiskopos Տերտերյանն է, որի անունը նշված էր Փաշինյանի հրապարակած փաստաթղթում։ 25 եպիսկոպոսները կոչ են արել Հայաստանի իշխանություններին դադարեցնել եկեղեցու հանդեպ հալածանքները, հարգել եկեղեցու ինքնիշխանությունը, վերջ դնել եկեղեցականների, այդ թվում ամենայն հայոց հայրապետի նկատմամբ կեղծ մեղադրանքներով բռնաճնշումներին, ազատ արձակել կալանավորված հոգևորականներին եւ եկեղեցուն աջակցություն հայտնած քաղաքացիներին, գործել Հայաստանի սահմանադրությամբ եւ առկա խնդիրները լուծել երկխոսությամբ։ Ավելի քան 4 ամիս Երևանի դիահերձարանում գտնվող Այշաթ Բայմուրադովայի աճյունը հողին կհանձնվի Հայաստանում պետական միջոցներով, հայտնել են քննչական կոմիտեից։ 23-ամյա կնոջ սպանությունից 4 ամիս անց հարազատներն այդպես էլ չեն եկել նրա մարմնի հետևից։ Չեչենուհի Այշաթը արկադիր ամուսնությունից հետո պարբերաբար բռնության էր ենթարկվել։ Բռնության կանխարգելման մի կազմակերպության աջակցությամբ աղջկան հաջողվել էր Չեչնիայից փախչել Երևան։ Այշաթի մարմինը հայտնաբերվել էր նախորդ տարվա հոկտեմբերին Երևանի կենտրոնում վարձակալած բնակարանում։ Ըստ իրավապաշտպանների կնոջ սպանությունը եղել է պատվիրված։ Այշաթի սպանության վերաբերյալ կա դեռ չհաստատված 2 վարկած, կամ թունավորել են, կամ խեղդամահարել։ Քննչական կոմիտեն կասկածների հիմքով հետախուզում է հայտարարել Ռուսաստանի 2 քաղաքացիների՝ Կարինա Իմինովայի եւ Սաիդ Համզադ Բայսարովի նկատմամբ։ Մինչև իրանցի բանագնացները փորձում են դիվանագիտական ճանապարհով կանխել ամերիկյան հնարավոր ավիահարվածները, երկիրը ներսից պայքարում է պատժամիջոցներից հյուծված տնտեսության եւ արյունալի անկարգությունների դեմ։ Ըստ Reuters գործակալության, Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին այսօր կանգնած է իր 36-ամյա կառավարման ամենալուրջ մարտահրավերի առջև։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն սահմանել է կոշտ վերջնագիր Իրանին տալով ընդամենը 10-ից 15 օր ժամանակ համաձայնության գալու համար։ Թրամփը հիշեցրել է նախկինում իրականացված ավիահարվածների մասին, ակնարկելով, որ Վաշինգտոնը կարող է ել ավելի վճռական քայլերի դիմել։ Այս լարվածության ֆոնին լուրջ անհամաձայնություն է առաջացել Վաշինգտոնի եւ Լոնդոնի միջև։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը պաշտոնապես մերժել է ամերիկյան կողմին, թույլ չտալով օգտագործել բրիտանական ռազմաբազաները Իրանին հարվածելու համար։ Ըստ գործող համաձայնագրերի, այդ տարածքները երրորդ երկրների դեմ օգտագործելու համար անհրաժեշտ է Լոնդոնի համաձայնությունը։ Բրիտանիայի այս դիրքորոշումը զայրացրել է Թրամփին։ Ի պատասխան սպառնալիքների Թեհրանը հայտարարել է, որ չի ցանկանում պատերազմ սկսել, սակայն պատրաստ է վճռական հարված տալ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում։ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը զգուշացել է, որ յուրաքանչյուր ռազմաբազա, որն օգտագործվի իրենց դեմ, կդիտարկվի որպես օրինական թիրախ։ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է իր խորհրդականներին մշակել ռազմական գործողությունները եւս 3 տարով շարունակելու ծրագիր, ասել է Wall Street պարբերականի լրագրողը հղում անելով իր ուկրաինական աղբյուրներին։ Ավելի վաղ այս թեմային անդրադարձել էր նաեւ Արդար Ռուսաստան կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը։ Russia Today-ի հետ զրույցում նա հայտնել էր, որ Զելենսկուն եւ նրա թիմին խաղաղություն պետք չէ։ Այդ պատճառով նա սադրիչի դեր է տանում։ Միրոնովը նաեւ նշել է, որ Կիևի արևմտյան հովանավորները նպատակ ունեն ամեն գնով ձախողել բանակցային գործընթացը։ Ստավրոպոլում Կիևի գործակալի են հայտնաբերել, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։ Նա աբեկչական հարձակում էր պլանավորում հայրենիքի պաշտպանի օրվա տոնակատարության ժամանակ։ Տղամարդը պետք է պայթեցներ հայրենիքի պաշտպաններ հիմնադրամի Ստավրոպոլի մասնաճյուղի շենքը եւ հարակից այգին։ Նա ձերբակալվելիս զինված դիմադրություն է ցուցաբերել, սակայն հանցագործին անվտանգության աշխատակիցները չեզոքացրել են պատասխան կրակով։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ մինչև 16 տարեկան դեռահասների մուտքը սոցիալական ցանցեր կարող է սահմանափակվել։ Անդրադառնալով Ավստրալիայի օրինակին, որտեղ ամբողջությամբ արգելվել է մինչև 16 տարեկաններին սոցցանցերում օգտահաշիվներ բացելը, նահանգապետը նշել է, որ ինքը դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Նրա խոսքով այդ հարցը դեռ լուծված չէ։ Բացի Ավստրալիայից, Ֆրանսիան նույնպես այս նախաձեռնությունը ցանկանում է գործի դնել։